Գերմանիայի 20 բարձրագույն ուսհաստատության ռեկտորներ և նախագահներ Պոլիտեխնիկում մասնագետները եկել են բացահայտելու գործակցության ինչ եզրեր կան մեր երկրի ինժեներական բուհի հետ։ Գերմանացիներին հետաքրքրում է օրինակ մետալուրգիական կրթությունը։ Շատ մեծ մոտիվացիա եւ այսպես պատրաստակամություն են մեզ հետ աշխատելու, մեր փորձը վերցնելու, քանի որ իրենց խոսքում էլ նշեցին, որ մետալուրգիան մի փոքր հետ է մնացել Գերմանիայում, կապված դեինդուստրիալիզացման պետության քաղաքականության հետ, բայց իրենք կարևորում են նաեւ այսպես ասած կայուն եւ այսպես վերականգնվող մետալուրգիայի կիրառումը։ Տեխնիկայի արտադրությամբ հայտնի երկրի մասնագետներին գրավել է նաև միկրոէլեկտրոնիկայի և մեխատրոնիկայի լաբորատորիան, հայ և գերմանացի ինժեներները քննարկել են այլընտրանքային էներգետիկայի ոլորտը։ Պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերը բավականին լավն են։ Նման հանդիպումները նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը, այլև նոր ու արդյունավետ գործակցությանը։ Տեխնիկական ոլորտում հայ և գերմանացի մասնագետների շփումները նոր չեն, 2 տարի առաջ էլ մերոնք էին Գերմանիայում։ Այժմ քննարկում են պրոֆեսորադասախոսական կազմից բացի կազմակերպել ավագ դպրոցների և ուսանողների փոխայցեր։ Polytechnische Universität ist wirklich eine Weltklasse-Institution. Այսօրվա քննարկումը եւս մեկ անգամ փաստեց, պոլիտեխնիկը բավական բարձր նշաձող ունի, իսկ նման քննարկումներն ու գործողությունը կարող է ծառայել ի նպաստ մեր երկրների կրթության եւ գիտության։ Ինտերակտիվ քննարկումներից, դասախոսություններից ու փորձի փոխանակումից բացի գերմանացիները հասցրել են զգալու հիանալ նաև մեր երկրի հյուրընկալությամբ եւ ջերմությամբ, ասում են հնարավորության դեպքում նորից կգան։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։